Welcome to our studio in Yerevan, Mr. Khachikyan. Thank you very much. Բարի գալուստ Երևանի մեր ստուդիա, պարոն Խաչիկյան։ Վաղը հայերը ողջ աշխարհում նշելու են հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը։ Ընդամենը 1 տարի է մնացել ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Արևմուտքում օրինակ ընդամենը 1 երկիր է հստակորեն աներկբայորեն ճանաչել այդ ցեղասպանությունը բոլոր ընթացակարգերի համաձայն, այդ թվում համապատասխան օրենքի ընդունմամբ։ Նման այլ դեպքեր չկան, եւ բոլոր մյուս երկրներում ցեղասպանությունը ընդունված է կամ միայն խորհրդարանի կողմից, կամ որևէ այլ կերպ։ Այս համատեքստում արդյոք մենք բավարար քայլեր ենք ձեռնարկում հայոց մեծ ողբերգության միջազգային ճանաչման համար։ Are we doing enough? No, I don't think we can ever do enough for something. Չեմ կարծում, որ երբևէ հնարավոր է բավարար քայլեր կատարել մեր ժողովրդի համար նման մեծ կարևորություն ունեցող խնդրում։ Իհարկե, ԱՄՆ-ում մենք ջանասիրաբար աշխատում ենք առաջ տանելու ճանաչման գործը, սակայն մեզ համար ճանաչումը ընդամենը մեկ քայլ է, քայլ դեպի արդարություն, համարժեք փոխհատուցում, եւ մենք մշտապես առաջ ենք մղում ճանաչման գործընթացը, սակայն միևնույն ժամանակ տարբեր ճակատներով ավելի ու ավելի շատ ջանքեր ենք գործադրում փոխհատուցման ուղղությամբ։ Կարծում եմ, այն բոլոր երկրներում, որտեղ մեր հայրենակիցներն են ապրում, լինի դա Ֆրանսիան, Կանադան թե Արգենտինան, եւ բնականաբար Մերձավոր Արևելքը, մենք բոլորս պետք է կրկնապատկենք մեր ջանքերը։ Մենք իհարկե չենք կանգնելու, երբ 100-ամյակը գա եւ գնա։ Դրանից իհարկե Թուրքիան միայն կուրախանար։ Այնպես որ մենք շարունակելու ենք մեր ջանքերը որպես ազգ Թուրքիային պատասխանատվության կանչելու ուղղությամբ։ That's of course what Turkey would want, and we will continue on as a race, as a nation, in these efforts to bring Turkey to justice. Yes, and there's this traditional waiting period when Գոյություն ունի այսպես ասած այդ ավանդական սպասման ժամկետը, որը սկսվում է սովորաբար ապրիլի 24-ին։ Մենք սպասում ենք մի քանի օր լսելու թե ինչ կասի ԱՄՆ նախագահը։ Այժմ այս սպասման ժամկետը երկարաձգվել է։ ԱՄՆ-ի նախագահը 1 տարի ժամանակ ունի այս հարցում խոշորագույն ճեղքումը նախապատրաստելու համար։ Օրերս էլ ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը շատ կարևոր մի բանաձև է ընդունել, որը ճանաչում է ցեղասպանությունը։ Հավանական համարում եք, որ սա կհասնի Միացյալ Նահանգների նախագահի սեղանին, թե ոչ։ Is there any chance that this will reach to the president's desk or not? The action in the Senate Foreign Relations Committee was very significant because it's been 25 Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող զարգացումները շատ կարևոր են, որովհետև Միացյալ Նահանգները վերջին անգամ 25 տարի առաջ է դիրքորոշում արտահայտել այս հարցով։ Սենատում մեր տեսակետը առաջ մղելու մեր կարողությունը սահմանափակ է, ինչը պայմանավորված է Սենատի կառուցվածքով։ Նկատի ունեմ այն, որ Սենատում ամեն նահանգից երկուական սենատոր կա, եւ նրանք հավասար ձայնի իրավունք ունեն, ասենք Կալիֆոռնիայից, որտեղ մենք մեծաթիվ հայ համայնք ունենք, ընտրված 2 սենատորները եւ Արկանզասից սենատորները, որտեղ շատ քիչ հայեր են ապրում։ Ահա թե ինչու ճանաչման մեր գործը առաջ տանելու առումով Սենատը մեզ համար ավելի բարդ միջավայր է, քան ներկայացուցիչների պալատը։ Այնուամենայնիվ, ունենալով մեծ աջակցություն Նյու Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեսի եւ իմ նահանգից Իլինոյսից սենատոր Մարկ Քրքի կողմից, մենք կարողացանք օրակարգ մտցնել այս բանաձևը, ունենալով Սենատի բոլոր քաղաքական ուժերի աջակցությունը։ Այն ընդունվեց ձայների 12 կողմ 5 դեմ հարաբերակցությամբ։ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող սենատորների մեծ մասը կողմ է քվեարկել եւ 2 շատ ազդեցիկ հանրապետական սենատորներ են կողմ քվեարկել՝ Ջոն Մաքքեյնը, նախագահի նախկին տեխնացու, եւ Մարկո Ռուբիոն, ով երիտասարդ նորընտիր սենատոր է Ֆլորիդայից եւ նախագահ դառնալու ամբիցիաներ ունի։ Նա արմատներով Կուբայից է եւ շատ կարեւոր էր, որ նրանք երկուսն էլ կողմ են քվեարկել այս բանաձևին։ Վերադառնալով ձեր հարցին, մենք հույս ունենք այս բանաձևը քննարկման առարկա դարձնել նաեւ Սենատի լիագումար նիստում։ Դա դժվար խնդիր է լինելու, այդուհանդերձ Սենատի մեծամասնության ղեկավար սենատոր Հարի Ռիդը Նևադայից այս օրինագծի համահեղինակներից է եւ ունենալով նրա աջակցությունը, ինչպես նաեւ վայելելով ազդեցիկ հանրապետականների աջակցությունը, մենք հույս ունենք, որ կկարողանանք բանաձևը քվեարկության դնել։ Բայց քանի որ 41 սենատորներ սենատում կարող են արգելափակել այն, դա լուրջ մարտահրավեր է։ Մենք ամեն ինչ անելու ենք այն առաջ տանելու համար։ Բանաձևերը ընդունվում են առանց նախագահի կողմից ստորագրվելու, այնպես որ կոնկրետ այս բանաձևը նախագահի սեղանին չի դրվելու։ Սակայն պետք է ասեմ, որ ներկայացուցիչների պալատում 3 շաբաթ առաջ մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն է շրջանառության մեջ դրվել։ Համահեղինակներն են Կալիֆոռնիայից ընտրված կոնգրեսական Էդ Ռոյսը եւ կոնգրեսական Էլիոտ Էնգելը Նյու Յորքից։ Ասեմ, որ նրանք երկուսն էլ վաղը Հայաստանում կլինեն եւ նրանք երկուսն էլ համապատասխանաբար ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական եւ դեմոկրատական խմբակցությունների ղեկավարներն են եւ ներկայացրել են այս օրենսդրական նախաձեռնությունը, որով կոչ է արվում ԱՄՆ-ի պետդեպարտամենտին իր ամենամյա կրոնական ազատությունների մասին զեկույցում ներառել ենթաբաժին Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների բռնագրավված ունեցվածքի մասին հաշվետվություն։
from the Armenian. Խոսքը հայկական համայնքի մասին է։ It covers the whole. Greeks and I Cypriots. see. Դրա մեջ կներառվեն Թուրքիայի հայկական, ասորական, հունական, կիպրական փոքրամասնությունները։ Իհարկե դրա մեծ մասը հայերից խլված ունեցվածքն է, մոտավորապես 2000 եկեղեցիներ, եկեղեցապատկան հողեր, հաստատություններ, դպրոցներ, համայնքային կենտրոններ, գերեզմանոցներ, հիվանդանոցներ եւ այլն։ Սա շատ կարևոր օրենսդրական նախաձեռնություն է, որը եթե ընդունվի ներկայացուցիչների պալատի, այնուհետև սենատի կողմից, կդրվի նախագահի սեղանին։ Հենց այդ պատճառով էլ ես դրա մասին եմ խոսում։ But I'm sorry for interrupting you. Is this Կներեք, ընդհատելու համար ուզում եմ հարցնել, սա կարելի է գնահատել որպես ճանաչման մեկ այլ ձև, թե սա այլ բան է։ Սրա մեջ ցեղասպանության ճանաչմանն առնչվող։ This is other has legislation. no language about recognition? It does not have language about recognition. Ձևակերպումներ կան։ Ոչ, նման ձևակերպումներ չկան, բայց սա կարևոր է վնասի վերականգնման ունեցվածքի հատուցման առումով։ Այո, շատ կարևոր է եւ շատ պրագմատիկ։ Focused on churches and religious properties. Եվ քանի որ շեշտը դրվում է եկեղեցիների եւ կրոնական համայնքների ունեցվածքի վրա, հավանականությունը, որ ավելի մեծ թվով կոնգրեսականներ կուզենան աջակցել օրինագծին, մեծանում է, քան եթե սրանում շեշտ դրվեր կոնկրետ ցեղասպանության ճանաչման վրա։ Առավել եւս, որ սրանում ներառված են մյուս քրիստոնյա համայնքները, ասորիները, հույները, կիպրոսցիները։ Դա էլ ավելի կընդլայնի շրջանակները եւ մենք հույս ունենք, որ ավելի լայն համաեկեղեցական մոտեցումներ որդեգրելով եւ կենտրոնանալով ունեցվածքի վրա, մենք թե մեծացնում ենք օրինագծի ընդունման հավանականությունը եւ թե շատ կարեւոր Setting a very important precedent. Where did Բացի այդ, հարց է բարձրացվում, որտեղից հայտնվեցին այս եկեղեցիները, որ Թուրքիան բռնագրավել է։ Մենք նրանց հետ որևէ պայմանագիր չենք կնքել, մեր նախապապերը որևէ գործարք չեն կնքել այդ եկեղեցիները Թուրքիային փոխանցելու վերաբերյալ։ Հետևաբար, ակնհայտ է դառնում, որ դրանք բռնագրավվել են իշխանությունների կողմից։ Ընդ որում, առավել քան հետաքրքիր է, որ այդ ժամանակ Թուրքիայում գործող օրենքով անգամ արգելվում էր կրոնական համայնքների ունեցվածքի բռնագրավումը, եւ հասկանալի է, որ դրանք Թուրքիայի կողմից գրավվել են որպես ցեղասպանության գործընթացի մաս եւ արդյունք։ Տեսեք, չնայած այս օրինագիծը ցեղասպանության ճանաչման կոչ չի անում, այն այդուհանդերձ ուշադրություն է հրավիրում դրա հետևանքների վրա եւ արդարության խնդիր բարձրացնում։ And now we have John Boehner, House Speaker, saying that he will make sure that. Այսինքն խոսքն ավելի շատ հատուցման մասին է, սակայն ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջո Բեյները հայտարարել է, որ թույլ չի տա, որպեսզի կոնգրեսում հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունվի։ Դա արդյոք չի նշանակում, որ նա նաև արգելափակելու է այս ձեր հիշատակած օրինագիծը։ And he may even support it. Չեմ կարծում, որ նա նման բան կանի։ Կարծում եմ Բեյները թույլ կտա, որպեսզի այս օրինագիծը քվեարկության դրվի եւ նույնիսկ կարող է անձամբ աջակցել սրան։ Ավելին, կոնգրեսական Բեյները իր քաղաքական կարիերայի նախնական շրջանում նույնիսկ աջակցել է ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի, սակայն ինչպես ցավոք կոնգրեսի բազմաթիվ այլ անդամներ նա հանգել է այն համոզմունքին, որ ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ ավելի կարևոր են։ Սակայն այս ամենով հանդերձ նա ընդունում է կրոնական ազատությունների կարևորությունը եւ անընդունելի է համարում եկեղեցական ունեցվածքի բռնագրավումը, այնպես որ կարծում եմ մեծ հավանականություն կա, որ նա թույլ կտա քվեարկության դնել այս օրինագիծը։ And I'm sure he believes that confiscating church properties is inappropriate. So I think there's a reasonable chance that he would allow a vote. And there's another important aspect of this recognition. Վերադառնալով ճանաչման խնդրին, տարբեր երկրների կողմից ճանաչման այս գործընթացին, կարելի է ասել, որ վերջնական արդյունքը լինելու է ամբողջ աշխարհի կողմից Թուրքիայի վրա ճնշման գործադրումը։ Ուզում եմ ասել, ձեր նպատակը ի վերջո Թուրքիայի կողմից ճանաչումն է, այդպես չէ։ The goal is not. Will you seek recognition from Turkey? Is it important for you? Ճիշտ այդպես, նպատակը ոչ թե Ֆրանսիայի, Ավստրալիայի կամ ԱՄՆ-ի կողմից ճանաչումն է, այլ Թուրքիայի կողմից ճանաչումն է։ Իսկ այլ երկրների կողմից ճանաչումը պարզապես միջոց է նպատակին հասնելու համար։ Այս ամենը, ինչպես նկատեցիք, պարզապես Թուրքիայի վրա ճնշում գործադրելուն է ուղղված։ Սա նման է Հարավային Աֆրիկայում խտրականության դեմ պայքարին։ Այնպես չէ, որ Հարավային Աֆրիկայի խտրականության վրա հիմնված իշխանությունները հանկարծ որոշեցին կամովին հանձնել իշխանությունը։ Ոչ, նրանք պարզապես ենթարկվեցին հսկայական միջազգային ճնշման եւ հասկացան, որ իրենց դիրքորոշումը քննադատության չի դիմանում։ Հիմա մենք ուզում ենք Թուրքիային դնել այնպիսի իրավիճակում, երբ նրանց ոչ մի այլ բան չի մնում հայոց ցեղասպանության ճանաչումից բացի։ Այնպես որ այո, մեր նպատակն է նախ Թուրքիայի կողմից ճանաչումը եւ երկրորդ արդարությունը, հատուցումը Թուրքիայի կողմից։ So yes, our goal is first acknowledgement by Turkey and secondly justice, reparations from Turkey. And now there's a talk that Այժմ խոսակցություններ կան, որ Հայաստանի նախագահը կարող է հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները։ Ինչպես կգնահատեք այս հեռանկարը։ Ձեր կարծիքով դա ճիշտ քայլ կլինի։
Առհասարակ, ինչ կարծիքի եք արձանագրությունների մասին։ Այդ գործընթացի մեջ մտնելը մեզ համար որևէ դրական ազդեցություն ունեցավ։ Նախագահը օրինակ պնդում է, որ դրանք որոշակի օգուտ են բերել։ Թե դուք այլ կարծիք ունեք։ I think the He protocol, claims that it helped. It didn't. with all due respect to the president, I think he's sadly mistaken. Ես իհարկե հարգում եմ նախագահին, բայց կարծում եմ, որ արձանագրությունների հարցում նա չարաչար սխալվում է։ Ես չեմ կարծում, որ դրանցում որևէ դրական բան կար։ Ավելին, կարծում եմ, որ դրանք մեծ վնաս հասցրեցին Հայաստանին եւ հայոց ցեղասպանության ճանաչման գործին։ That would have been the case. Նա ասում է, որ դա այդպես չէ, եւ եթե այդպես լիներ, ԱՄՆ-ի սենատը այս բանաձևը չէր ընդունի։ Իրականում արձանագրությունների ստորագրումից հետո անցած մի քանի տարիների ընթացքում աշխարհում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը առաջ չի գնացել։ Որովհետև Թուրքիան ամենուրեք բերում է փաստարկը, թե Հայաստանը եւ Թուրքիան հաշտեցման գործընթաց են նախաձեռնել եւ պետք չէ դրան խանգարել։ Եվ միայն հիմա, 5 տարի անց, մարդիկ տեսնում են, որ այդ ամենը պարզապես Թուրքիայի համար ժամանակ ձգելու հնարավորություն էր։ Այնպես որ այս առումով արձանագրությունների առումով Թուրքիան հաղթեց, իսկ Հայաստանը տանուլ տվեց։ Թուրքիան 4.5 տարի ժամանակ շահեց։ Ես չգիտեմ, թե նախագահի կարծիքով Հայաստանն ինչ է շահել, բայց ես անտարակույս կխրախուսեի եւ կաջակցեի նախագահին արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետ կանչման հարցում։ Թուրքիան արձանագրությունները վավերացնելու կարիք չունի, որովհետև նրանք ստանում են այն, ինչ ուզում էին ցեղասպանության ճանաչման կասեցում։ Ավելին, ես չեմ հասկանում, թե Հայաստանի որևէ նախագահ ինչպես կարող է ստորագրել այնպիսի համաձայնագրի տակ, որով նախատեսվում է հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը քննող պատմաբանների հանձնաժողով ստեղծել։ Իհարկե, Հայաստանի նախագահը կարող է ասել, որ դա այն չէ, ինչ գրված է արձանագրություններում, բայց Թուրքիայի նախագահը եւ վարչապետը դա հենց այդպես են մեկնաբանում։ Նույնը Թուրքիայի արտգործնախարարը։ Եվ նրանք բազմաթիվ անգամներ ասել են, թե ողջունում են պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, չնայած ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային հանձնաժողովը բազմաթիվ անգամներ փաստել է, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է։ Այնպես որ չնայած Թուրքիայի խաբեություններին, պատմաբանները խոսել են միաձայն եւ միանգամայն պարզորոշ կերպով հաստատելով, որ սա ցեղասպանություն է։ Եվ այժմ ժամանակն է, որ Թուրքիան քայլ անի եւ ընդունի, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Այնպես որ Հայաստանի նախագահը պետք է ճիշտ քայլ անի եւ հետ կանչի իր ստորագրությունը։ The president of Armenia should do the right thing and withdraw his signature. Now let's talk about another very Այժմ եկեք խոսենք մեկ այլ խնդրի մասին։ Հայաստանի իր ազգաբնակչությունը կորցնելու սարսափելի կանխատեսումների մասին։ Ես դա նույնիսկ կանվանեի հայ ազգաբնակչության գաղթ, որն էպիկական չափերի է հասել։ Հայդատը, Ամերիկայի հայդատի հանձնախումբը կարող են ինչ-որ բան անել այս արտագաղթը կասեցնելու համար։ Proportions. Do you think that the Haydat or Armenian National Committee of America can do or has tools to do something to prevent or to stop this process? Well, let me first agree with your characterization that Նախ immigration ցանկանայի համաձայնությունս հայտնել ձեր ձևակերպմանը, իսկապես արտագաղթը ողբերգական մի խնդիր է Հայաստանի համար։ Մարդկանց արտահոսքը պարզապես սարսափելի է։ Դրա պատճառները իհարկե հասկանալի են, մարդիկ հեռանում են տնտեսական խնդիրների պատճառով։ Մարդիկ չեն կարողանում տուն պահել, հաց վաստակել, եւ այդ առումով սա հասկանալի է։ Այդ ամենով հանդերձ սա սարսափելի հարված է Հայաստանին, երկրի ապագային, եւ առաջին քայլը, որ պետք է արվի, իշխանությունները պետք է բարելավեն տնտեսությունը եւ ոչ թե տարեկան մի քանի տոկոսով։ Դա բավական չէ։ Մարդիկ հեռանում են, որովհետև աշխատանք են փնտրում եւ ի վերջո գնալու են այնտեղ, որտեղ կգտնեն այդ աշխատանքը։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կարող է անել Ամերիկայի հայդատի հանձնախումբը, in terms of what the Armenian National Committee of America can do. Well, I'm specifically meaning by saying that what Ես ավելի շատ նկատի ունեի, դուք կարող եք քայլեր ձեռնարկել Հայաստանին ուղղված ամերիկյան տնտեսական աջակցությունը ավելացնելու ուղղությամբ։ Նկատի ունեմ, դուք նախկինում ավելի հետևողական եք այս հարցում, քան վերջին շրջանում։ You were doing this in the past more aggressively, but what happened now? It's not. We don't see any new projects now. USAID Միացյալ Նահանգների աջակցությունը անցած տասնամյակում կրճատվել է շուրջ 60%-ով։ Այս կրճատումը տեղի ունենում այն պատճառով, որ Միացյալ Նահանգները իր օգնությունը վերահասցեավորում է այնպիսի երկրներ, ինչպիսին են Աֆղանստանը, Afghanistan, And Georgia. Եվ Վրաստանը։ Այո, անշուշտ նաև Վրաստան եւ այժմ արդեն Ուկրաինա։ Ուզում եմ ասել, միշտ ինչ որտեղ ինչ որ հրատապ խնդիր է ծագում, ուր եւ ուղղվում է ամերիկյան աջակցությունը, բայց ամերիկյան 4 կոնգրեսականների այս այցը, որն այս օրերին է տեղի ունենում, նպատակ է հետապնդում նրանց ներկայացնել այստեղ արկա մարտահրավերները, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ել ավելի սերտացման հնարավորությունները, այնպես որ մենք ամերիկյան օգնությունը Հայաստանին հասցնելու ուղղությամբ աշխատանք տանում ենք եւ նաև քայլեր ենք ձեռնարկում տնտեսական կապերն ուժեղացնելու
ուղղությամբ Հայաստանի եւ Սփյուռքի միջև։ Կոնկրետ այս դեպքում իհարկե խոսքը ամերիկյան Սփյուռքի մասին է, ներդրողների, մասնավոր կամ հասարակական կազմակերպությունների ներդրումների մասին։ Մեր նպատակն է բարելավել Հայաստանի տնտեսությունը։ Առանց ուժեղ եւ կենսունակ Հայաստանի հայ դատը չի կարող գոյություն ունենալ։ Մենք չենք կարող պայքարել հանուն մի նպատակի, որի հասցեատեր հանդիսացող երկիրը գոյություն չունի, այնպես որ սա շատ մեծ առաջնահերթություն է ներկայացնում մեզ համար։ So it is a very high priority for the NCA. Yes, another question is, Եվս մեկ հարց, օրերս Ռուսաստանի նախագահը նոր միգրացիոն օրենք է ստորագրել, որով կարող է արագացվել ներգաղթը Ռուսաստան կամ ավելի ճիշտ ռուսաստանյան քաղաքացիություն ստանալն է արագացվում։ Այժմ արդեն հնարավոր է այդ երկրի քաղաքացի դառնալ, եթե դուք տիրապետում եք բազային ռուսերենին եւ կարելի է քաղաքացիություն ստանալ 3 ամսում եւ տեղափոխվել Ռուսաստան ապրելու։ Ընդ որում ձեր հայրը, ձեր մայրը, ծնողները կարող են ռուսաստանյան թոշակ ստանալ, որը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում տրվող թոշակը։ Այստեղ դուք Հայաստանի ազգային անվտանգության համար սպառնալիք չեք տեսնում։ which is much higher than in Armenia. Don't you see that this is really threatening to the Armenians' national security? I do. We don't. Մեզ համար հարկավոր է, որ մարդիկ ոչ թե հեռանան Հայաստանից, այլ վերադառնան Հայաստան։ Եվ այդ առումով այն գործողությունները, որոնց արդյունքում հայերի արտահոսքը կավելանա, դա ի վերջո վնաս է երկրի համար։ Այնպես որ այո, Ռուսաստանի այս քայլերի մեջ ես տեսնում եմ սպառնալիք Հայաստանի կենսում։ Steps as threatening the vibrancy and well-being of our country. And also sovereignty is being Հավելեմ, որ Հայաստանի իշխանությունների վերջին գործողությունների արդյունքում նաև սպառնալիք է ստեղծվում Հայաստանի ինքնիշխանության համար։ Դրա օրինակ կարող է ծառայել, ասենք, Մաքսային միություն մտնելու որոշումը, որը հետո վերակազմավորվելու է Եվրասիական միության։ Իսկ դա արդեն քաղաքական միություն է, եւ դրան միանալով մենք փաստորեն զիջում ենք մեր ինքնիշխանության զգալի մասը եւ այլևս չենք կարողանալու որևէ երրորդ երկրի հետ առևտրային հարաբերությունների մեջ մտնել, առանց վերպետականատյաններից Մոսկվայից թույլտվություն ստանալու։ Ինչ կարծիք եք այս մասին։ Դա ռազմավարական առումով սխալ որոշում էր։ Places from in Moscow. What do you think about that? Was that a strategically wrong decision or? I think it was. Կարծում եմ, որ այո, հատկապես այն, թե դա ինչպես արվեց, դա փաստորեն նախագահի կողմից պարտադրվեց իր երկրին, իր ժողովրդին եւ անգամ իր կառավարությանը, առանց նախապես խորհրդակցություններ անցկացնելու, առանց անհրաժեշտ երաշխիքների, առանց քննարկումների, թե դա ինչպես է կյանքի կոչվելու։ Հստակ է, որ Ռուսաստանը կարևոր տնտեսական գործընկեր է եւ Հայաստանին կարևոր անվտանգության երաշխիքներ է տրամադրում, որը թերևս որևէ այլ ուժ մեզ չի տա։ Սակայն դրանով հանդերձ Հայաստանը մինչև այդ պահպանել էր հրաշալի չեզոք դիրք արևմուտքի եւ արևելքի միջև եւ կարծում եմ, որ այս համաձայնագրի մեջ մտնելու գործընթացը եւ դրա հնարավոր հետևանքները բավարար կերպով կշռադատված չեն եղել եւ դրանք սպառնալիքներ են ստեղծում ոչ միայն Հայաստանի տնտեսության, այլ նաեւ ինքնիշխանության համար։ Մենք չենք ուզում, որ Հայաստանը կրկին Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակման մեջ ընկնի, բայց մենք նույն կերպ չենք ուզում, որ Հայաստանը Ռուսաստանի արբանյակը դառնա։ Այդ երկու տարբերակներն էլ անցանկալի արդյունքներ են եւ դա հաղթահարելու միակ ճանապարհը Հայաստանի տնտեսության կենսունակության բարձրացումն է, որպեսզի Հայաստանը առողջ, աճող եւ անկախ պետություն լինի եւ ինքը կայացնի իր որոշումները իր անկախության վերաբերյալ։ Strengthen the vibrancy of the economy here so that Armenia can be a healthy, growing, independent state that can make its own decisions then about At least Armenia has two great allies in the Western world, right? Հայաստանը առնվազն երկու կարևոր դաշնակից ունի արևմուտքում, ԱՄՆ եւ Ֆրանսիա։ Ինչ իմաստ ունի արևմուտքին հեռուվանելը։ I mean, certainly Canada and Argentina are both countries. Այո, եւ ես կարծում եմ, որ այլ դաշնակիցներ նույնպես կան։ Վստահաբար Կանադան եւ Արգենտինան երկուսն էլ շատ լավ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, եւ երկու երկրներում էլ մենք մեծ հայկական համայնքներ ունենք։ Այս իմաստով մեզ համար մտահոգիչ է Հայաստանի չեզոքություն չպահպանելու որոշումը եւ Ռուսաստանից չափազանց մեծ կախման մեջ ընկնելու հանգամանքը։ Becoming too dependent upon Russia. Now, Ms. Hochkian, we have now a statement from Turkish Prime Minister Erdogan. Մենք ստացել ենք Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը։ Նա ասում է, որ Թուրքիայում 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ազատորեն տարբեր կարծիքներ եւ մտքեր արտահայտելը բազմակարծության հրամայականն է, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ ժամանակակից հասարակության պահանջը։ Այս հույսով եւ հավատով է, որ մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին իրենց կյանքը կորցրած բոլոր հայերի հոգիները հանգչեն խաղաղությամբ, իսկ նրանց թորներին հայտնում ենք մեր ցավակցությունը։ Նա նաև ասում է. առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերը բոլորիս համատեղ վիշտն է։ Օսմանյան կայսրության ամբողջ բնակչության, այդ թվում հայերի ցավը կիսելն ու նրանց հիշողությունները հասկանալը մեր մարդկային պարտքն է։ Ինչպես կմեկնաբանեք, ինչպիսին է ձեր առաջին արձագանքը սրան։
What is your comment, first reaction to this? I think it's a very clever statement. Ես կարծում եմ, որ սա վարչապետի կողմից լավ մտածված հայտարարություն է, բայց ցավոք նա շարունակում է առաջ մղել խաբեության իր արշավը։ Այս հայտարարությունում նա իհարկե որևէ տեղ չի խոսում ցեղասպանության մասին, այլ հիշատակում է համատեղ վիշտը։ Ես չգիտեմ նա ինչ նկատի ունի համատեղ վիշտ ասելով։ Մեր ծնողները, մեր պապերը, մեր նախահայրերը, մեր ժողովուրդը, մեր ազգն է, որ տառապել է, որ գրեթե բնաջնջվել է։ Այսօր Թուրքիան վայելում է այդ սպանության, այդ ցեղասպանության պատուղները։ Բազմաթիվ հողեր եւ ունեցված քարստություն, որը կուտակվել է այդ երկրում, չարիքի պատուղն է։ Մեր հայրենակիցներից է խլվել, մեր հաստատություններից, մեր եկեղեցիներից։ Թուրքիան միայն շահել է իր գործած այս ոճիրի արդյունքում եւ այժմ Էրդողանը խոսում է համատեղ վշտի մասին։ Չեմ հասկանում, ինչ համատեղ վշտի մասին է խոսքը։ Նա շատ բարի է գտնվել ասելով, որ ցավակցում է, բայց ինչի համար է նա ցավակցում։ Նա պարզապես ասում է, ցավակցում է այն կորուստների համար, որ մենք կրել ենք։ Իսկ ինչ է լինելու Թուրքիայի գործած սպանությունների հետ, հայ ազգի ցեղասպանության հետ։ Ուր է հատուցումը, վնասի վերականգնումը։ Նորից եմ ասում, սա նրա կողմից լավ կշռադատված հայտարարություն է։ This is again a clever statement on his part. Which will be used now in other countries. It will be used. Եվ այս հայտարարությունը կօգտագործվի նաև այլ երկրներում։ Եվ ասելու են, տեսեք, Էրդողանը արդեն ցավակցություն է հայտնում։ Well, he has more pain to suffer. Այո, կօգտագործվի եւ մենք պարտավոր ենք հակադարձել։ Սա շատ կեղծավոր հայտարարություն է։ Ասում է, գիտեք ինչ, մենք Թուրքիայում բազմակարծություն ունենք։ Does he say that, they recognize Նա որևէ բան ասում է այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները ճանաչում են սպանությունները եւ որ հենց իշխանություններն են կազմակերպել սպանությունները։ He talks about the fact that it's that in Turkey expressing different opinions and thoughts freely on the events of 19. Ոչ, բայց ինքը հայտարարում է, որ Թուրքիայում ազատորեն կարելի է արտահայտվել 1915 թվականի իրադարձությունների մասին եւ դա ներկայացնում է որպես բազմակարծության պարտադիր տարածք։ Մինչդեռ խոսքը մի երկրի մասին է, որտեղ եթե ես եւ դուք կանգնենք ու ասենք, որ ցեղասպանություն է եղել, մեզ կարող են դրա համար կալանավորել։ Օրհան Փամուկը, միջազգային ճանաչում վայելող թուրք գրողը, դատապարտվել է ցեղասպանության մասին գրելու համար։ Այստեղ դուք բազմակարծություն տեսնում եք, բաց հասարակություն տեսնում եք։ Իսկ արդյոք նա պատասխանատվություն է ստանձնում այս ոճիրի համար։ Այդ մասին կարծես թե ոչինչ չկա։ Ոչ, մինչդեռ ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականները ժխտողականությունը բնութագրում են որպես ցեղասպանության վերջին փուլ։ Եվ Էրդողանը շարունակելով ժխտել, շարունակում է հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն գործել։ Եվ անկեղծ ասած ցանկացած պաշտոնյա, ով լինի Թուրքիայում թե այլուր, խուսափում է եղածը ցեղասպանություն որակելուց, դառնում է Թուրքիայի կողմից իրագործվող այս ժխտողականության հանցակիցը եւ թուրքական պետության ստերի համար ճանապարհ է հարթում։ As a genocide is simply engaging in the same denial that Turkey engages in and is accommodating the lies of the Turkish state. But maybe this is the first step before they do something else. Բայց գուցե սա միայն առաջին քայլն է, նախքան ինչ-որ այլ բան անելը։ Դուք Թուրքիայի դիրքորոշման մեջ որոշակի մեղմացում չեք տեսնում։ Դե կարելի է ասել, որ Էրդողանը ինչ-որ առումով փորձում է մեղմացնել դիրքորոշումը իր երկրի հասարակության համար։ Թերևս հենց դա էլ տեղի է ունենում, բայց մյուս կողմից նա գիտի, թե ինչ է տեղի ունեցել։ Շատ լավ գիտե, թե իրականում ինչ է եղել, եւ նա պետք է տղամարդկություն ունենա եւ բարձրաձայնի դա։ Մենք կճանաչենք նրա վաստակը, եթե նա տեղի ունեցածը ցեղասպանություն անվանի եւ համարժեք քննարկումներ ծավալի արդարացի փոխհատուցման շուրջ, բայց կոնկրետ այս հայտարարությունը իմ կարծիքով ավելին չէ, քան լավ կշռադատված դիվանագիտություն, կեղծավոր մի հայտարարություն, որը շարունակում է նրանց ժխտողականության արշավը եւ որևէ առաջընթաց դրա մեջ տեսնել հնարավոր չէ։ And in no way representing any meaningful or Շատ շնորհակալություն պարոն Խաչիկյան հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։